Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում հարցազրույցի ժամ է եւ այսօր ես հեռավար տեսակապի միջոցով զրուցելու եմ ազգությամբ ոչ հայ շվեյցարացի կոմպոզիտոր, հայագետ Ալեքսանդր Բրինքենի հետ։ Բարի երեկո, պարոն Բրինքեն։ Բարի երեկո, Էմիլիա ջան։ Պարոն Բրինքեն, ես ուզում եմ անդրադառնանք Շվեյցարիայում մայիսի վերջին տեղի ունեցած երկու կարևոր համաժողովների։ Առաջինին դուք մասնակցել եք, դա վերաբերում էր մեր հայրենակից արցախցիների վերադարձի թեմայով էր այդ համաժողովը։ Երկրորդը, որին մասնակցեց նաև կաթողիկոսը, վերաբերում էր եւ արցախցիների վերադարձին եւ Արցախում մեր մշակութային ժառանգության պահպանմանը։ Մենք գիտենք թշնամին ինչ է անում, Ադրբեջանը Արցախը ապօրինի զավթելուց հետո հայոց եկեղեցիների ու մեր պատմամշակութային ժառանգություն ուղղակի ոչնչացնում է եւ շատ կարեւոր էր այս երկու համաժողովները, ինչ առումով որ Հայաստանի թշնամի իշխանությունները ընդհանրապես այդ մասին չեն խոսում եւ այդ կարևոր հարցերը քննարկվում են Շվեյցարիայում։ Խնդրում եմ առաջին համաժողովին, որին դուք մասնակցել եք, մի փոքր կիսվեք ձեր տպավորություններով, ինչ հարցեր քննարկվեցին։ Սիրով, ուրեմն այդ համաժողովը ավակվեց առաջին հերթին մի կազմակերպության կողմից, որը կոչվում է Christian Solidarity International, ուրեմն քրիստոնեական համագործակցության կոմիտեն կամ միջազգային կոմիտեն։ Այդ կազմակերպությունը Christian Solidarity International աջակցում է մասնավորապես արցախցիների վերադարձի իրավունքը եւ նաեւ մշակութային ժառանգության պահպանումը զավթված Արցախում։ Ես արդեն մի քանի համարներ ստացա այդ բյուլետենի Christian Solidarity կողմից գերմաներեն եւ գլխավոր դերը այնտեղ կատարում է պարոն Էրիխ ֆոն Տոբելը։ Էրիխ ֆոն Տոբելը շվեյցարացի պատգամավոր Շվեյցարիայի ժողովրդավարական դաշինքի կուսակցության անդամ։ Այդ կոմիտեն բաղկացած է տարբեր մարդկանցից, այդ թվում նաև երեք պատգամավորների կողմից, ուրեմն Շվեյցարիայի ազգային ժողովի Բունդեսրատի պատգամավորներից Էրիխ ֆոն Տոբելը, նաև Կարլոս Սոմարուգը, ընկերվարական կուսակցություն եւ Stefan Müller-Altermatt, կուսակցություն Mitte bedeutet միջին, նշանակում է միջին կուսակցություն, ուրեմն ոչ աջ եւ ոչ ցախ։ Պիտի ասեմ, որ այդ կազմը ցույց է տալիս, որ միջ կուսակցական համաձայնություն կա այդ հարցերում եւ աջ կողմյան եւ ցախակողմյան կուսակցությունները աջակցում են այդ նախաձեռնությունը։ Նաեւ Եվ ինչ էր քննարկվում, պարոն Բրինքեն, ինչպես են իրենք տեսնում արցախցիների վերադարձը, դա պետք է լինի միջազգային մանդատի ներքո, որովհետև մենք տեսանք, չէ, ռուս խաղաղապահների ներկայությամբ ինչ տեղի ունեցավ։ Այո, իհարկե, ուրեմն ես կարող եմ հակիրճ կերպով կարդալ այդ ներկայացված տեքստը, դա կոչվում է motion, նախաձեռնություն կամ ազդագրություն, սու in motion-ը պարտավորեցնում է Դաշնակցության խորհուրդը Բունդեսրատ, ուրեմն Շվեյցարիայի կառավարությունը, հառաջիկայում ամենաուշ մի տարվա ժամանակամիջոցում հաղորդության միջազգային մի ֆորում կազմակերպել, միջազգային ֆորում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, նպատակ ունենալով մի բաց երկխոսություն Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև,
հնարավոր դարձնել, որը միջազգային վերահսկողության տակ կամ միջազգային ճանաչված եւ ազատիկ դերակատարների հովանու ներքո պիտի անցկացվի նպատակ ունենալով պատմականորեն հաստատաբնակ հայ բնակչության ապահով եւ միասնաբար վերադարձի բնակցումը։ Ուրեմն նկատի ունեն իհարկե միջազգային վերահսկողությունը, ինչ կերպով դա լինի, եւ այստեղ նաեւ այդ motion-ի հիմնավորում կա եւ արդեն կա Շվեյցարիայի Դաշնության կառավարության արձագանքը։ Ցավոք սրտի այդ արձագանքը բավականին ստապեցնող եւ որոշ չափով հիաստապեցնող տեքստ է, բայց դա չի նշանակում, որ մենք ուրեմն մեր ուզածից հրաժարվենք, ուրեմն այդ նախաձեռնությունը պիտի շարունակվի եւ Բունդեսրատը պիտի նաեւ հետագայում ճնշման տակ մնա եւ մենք ուրեմն այդ նախաձեռնությունը նախատեսում ենք բավականին երկար պայքար, որպեսզի ի վերջո Շվեյցարիայի կառավարությունը այդ հարցով զբաղվի։ Իսկ Շվեյցարիայի Դաշնության կառավարության ուրեմն արձագանքը ես կուզեի կարդամ, եթե մենք ժամանակ ունենք դրա համար, հա։ Ուրեմն սույն հակամարտության պարագայում մենք գործ ունենք առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի բախման հետ։ Հետևաբար դա այս երկու երկրների իշխանությունների խնդիր է, իրենց վեճի հանդարտման տարբերակների եւ բնակցային ձևաչափի մասին որոշել, որոնք ըստ իրենց կարծիքների դրա համար լավագույն կերպ պիտանի կլինեին։ Լեռնային Ղարաբաղը իսկ միջազգային իրավունքին պատկանում է Ադրբեջանին։ Այդպես դեկորոշում է ուրեմն Շվեյցարիայի կառավարությունը դիրքը։ Ոչ Շվեյցարիան, ոչ էլ միջազգային հանրությունը ճանաչում են այս անկլավը։ Ուրեմն Արցախը որպես անկախ մի պետություն կամ պետական ինչ-որ միավոր։ Դա իմ ծանոթագրությունը։ Բունդեսրատը աջակցում է ամեն մի նախաձեռնություն, որը կնպաստի տարածաշրջանի կայունության եւ հաշտության։ Շվեյցարիա մի անգամ եւս հայտնեց իր պատրաստականությունը իր արժեքավոր ծառայությունները մատուցելու, եթե երկու կողմերը դա ցանկանում են, երկու կողմերը։ Այդ առաջարկը պարունակում է բանակցային հանդիպման անցկացումը Շվեյցարիայում, ինչպես դա արդեն եղել է անցյալում։ Սակայն ներկայիս ոչ Հայաստան, ոչ էլ Ադրբեջան իր ցանկությունն են հայտնել իրենց միջև բանակցումը երկկողմանի ձևաչափով շարունակելու։ Ինչ վերաբերում է անձանց, որոնք Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով 23 թվականի սեպտեմբերին փախուստի են դիմել տարածաշրջանից, ուրեմն դա վերաբերվում է Արցախի հայերի, հա։ Շվեյցարիա կոչ արեց ամեն ինչ նախաձեռնել, որպեսզի փախստականները վերադառնան իրենց տները, եթե նրանք դա ցանկանում են, եւ նրանց իրավունքները ըստ միջազգային օրենքին ապահովել։ Այդ հանգամանքների ներքո հաղորդության մի համաժողով ֆորումը առանց կողմերի աներկիմաստ արտահայտված առաջարկ խնդրանքի կլիներ ոչ միայն ոչ նպատակահարմար, այլ նույնիսկ վնասակար, որովհետև ոչ ցանկացած։ Դա Շվեյցարիայի Այսինքն ստացվում է, մի կողմից խոսում են արցախցիների վերադարձի մասին, մյուս կողմից էլ ասում են, որ Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչում։ Սա այն դեպքում, երբ մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները իրենք են ճանաչել Արցախը, ամեն օր ասում են Արցախը Ադրբեջանի մաս է, ուստի մենք ուրիշ երկրներից ինչպես կարող ենք այլ հայտարարություններ ակնկալել կամ պահանջել, երբ որ մեր իրավունքը, մեր տարածքի նկատմամբ Այո, այդպես է։ Եվ Շվեյցարիայի կառավարությունը ուրեմն իր պատասխանատվությունից փախնում է այն կերպ, որ հայտարարում է ուրեմն եւ Հայաստան եւ Ադրբեջան պետք է ցանկություն հայտնել։ Իսկ ոչ Հայաստան եւ ոչ իհարկե առավել եւս Ադրբեջան ցանկություն չեն հայտնում այդ հարցը լուծելու, չէ՞։
Հա, Հայաստանի իշխանությունը ընդհանրապես չի էլ խոսում արցախցիների վերադարձի մասին։ Այդպես։ Ուրեմն դա այդ հարցի լուծումը, այդ խնդրի լուծումը մնում է ուրեմն ոչ կառավարական կազմակերպությունների խնդիրը եւ մեր նախաձեռնությունը ուրեմն նպատակ ունի Շվեյցարիայի կառավարությանը ստիպել այդ հարցով զբաղվել եւ նաեւ ուրեմն տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, օժանդակությամբ այդ նպատակը հետապնդել եւ կառավարությունը ստիպել այդ հարցով զբաղվել եւ նաեւ Հայաստանի կառավարությունը ստիպել ի վերջո զբաղվել այդ խնդրով։ Այսինքն, պարոն Բրինքեն, կարող ենք ասել, որ սա մութ տեղը ինչ-որ լույս է, ինչ-որ դեպի դրականը տանող քայլ կարող է լինել, հա, կարող ենք ասել այդպես։ Այո, ես պիտի ասեմ, որ առայժմ նկատվում է բավականին ուժեղ աշխուժությունը հենց տարբեր քրիստոնեական միջազգային կազմակերպությունների մեջ հենց այդ Christian Solidarity International եւ ուրիշ կազմակերպություններ կան նաեւ ոչ միայն Եվրոպայում, նաեւ Ամերիկայում եւ մեր հույսը մենք դնում ենք հենց այդ ոչ կառավարական քրիստոնեական միջազգային կազմակերպությունների աջակցության վրա Ես պիտի նաև ասեմ, որ ես արդեն մի քանի տասնամյակ է վեր անդամ եմ Շվեյցարիա-Հայաստան կազմակերպությանը, ընկերակցությանը, որը ղեկավարում է պարոն Սարգիս Շահինյանը, ուրեմն պոլսահայ արմատներով ծնված է արդեն Շվեյցարիայում։ Եվ այդ մեր կազմակերպությունը իմասնավորի պարոն Շահինյանը արդեն որոշ առաջընթացին հասավ եւ հաջողություններ արձանագրեց իմասնավորի հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ նաեւ մղում է մինչեւ հիմա ցավոք առանց մեծ հաջողություն պայքարը սոկար նավթային ընկերակցության դեմ, ուրեմն ադրբեջանական այդ նավթային կոնցերնի դեմ, որովհետև հենց մեր մոտ Շվեյցարիայում այդ սոկարը շատ մեծ գործարքներ է կատարում շվեյցարական ֆիրմերի հետ եւ ամենտեղ կան այդ սոկարի կայանները եւ դրանով էլ ֆինանսավորվում է Ադրբեջանի ռազմական մեքենան եւ այդ փաստը որ Շվեյցարիայի գործական շրջանակները սերտ կապեր ունեն հենց այդ ադրբեջանական սոկարի հետ բացատրում է ինչի Շվեյցարիայի կառավարությունը այդքան գրավորական դեպք գրավում հայկական հարցում ընդհանրապես տնտեսական շահեր կան այստեղ Այո, բոլոր տեղերը այդ շահերը կան։ Պարոն Բրինքեն, երկրորդ կարևոր միջոցառումը, որ տեղի ունեցավ, եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էր կազմակերպել, որին մասնակցում էր նաև կաթողիկոսը, եւ ընդհանուր 140-ից ավելի մասնակիցներ են եղել այդ միջոցառմանը, պատմաբաններ, հոգեվորականներ, բարձրաստիճան, եւ ես որ միջոցառումից հատված էի լսում, օրինակ Անգլիայի, Հունաստանի բարձրաստիճան հոգեվորականներ ասում էին, որ նոր ենք մենք իմանում ինչ է տեղի ունեցել, թե Արցախի տեղահանության մասով, թե այն մեր մշակութային ժառանգությունը, եկեղեցիները, այդ ամբողջը ինչպես է ոչնչացվում այս օրերին ու 20 թվականից սկսած թշնամի Ադրբեջանի կողմից, սա ինչի մասին է խոսում, որ այս տարիների ընթացքում փաստորեն հայկական կողմը այս իշխանությունների առաջնորդությամբ հենց Նիկոլ
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի արել, որպեսզի աշխարհը իմանա, թե ինչ ցեղասպանական քաղաքականություն է վարել Բաքուն, թե պատերազմի ընթացքում, թե դրան հաջորդած ժամանակաշրջանում եւ նաեւ այս օրերին։ Իհարկե, բոլորովին ճիշտ եք ասում։ Ես հիշում եմ 2007 թվականի, եթե չեմ սխալվում, դեպքերը, երբ որ ադրբեջանցիները ջարդեցին Ջուղայի հին հայկական գերեզմանատունը, հազարավոր խաչքարները, այնտեղ որոշ արձագանք կար եւ ալիքը բարձրացավ ցասման միջազգային, բայց ցավոք սրտի բավականին թույլ էր եւ կառավարական շրջանակներից ոչ մի ազդեցիկ ազդարարություն հակազդեցություն չեղավ այն ժամանակ։ Նույնը պարագան այսօրվա դեպքերի, ուրեմն կառավարությունը չի հետապնդում ազգային շահերը ընդհանրապես եւ իմասնավորի մշակութային ժառանգության պահպանման խնդիրները։ Մենք գիտենք, լավ գիտենք, որ Փաշինյանի քաղաքականությունը նպատակ ունի ուրեմն ներդաշնակություն ստեղծել, հա, ուրեմն հարաբերությունների մեջ, մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ոչ մի զարմանալի բան չի, որ Փաշինյանը ձայն չի հանում հայկական ժառանգության ոչնչացման մասին։ Դա է քաղաքականություն։ Այսինքն քանի դեռ ունենք այս իշխանությունները, պարոն Բրինքեն, չենք կարողանա ստանալ այն արձագանքը, չէ, որ դուք երբ որ Ջուղայի խաչքարերի օրինակը բերեցիք, հա, որոշակիորեն կար արձագանք, բողոքի ալիք էր բարձրացել։ Հիմա չկա այդ ամեն ինչը, որովհետև որևէ բան իշխանական մակարդակով չի կատարվում, մարդիկ տեղյակ չեն, ինչ է տեղի ունեցել, որ ինչ հանցագործություններ է իրականացրել Ալիևի վարչախումբը, մարդկանց գլխատելով, չէ, մեր զինվորներին խոշտանգելով ու հիմա էլ մեր մշակութային ժառանգությունը ոչնչացնելով։ Այսօր Ղազան-Չեցոց եկեղեցում մզկիթ է կառուցվում։ Հենց սա արդեն իսկ փաստ էր եւ ոչ միայն դա, կամ բազմաթիվ փաստեր խաչքարերի ոչնչացման եւ այլ պատմական արժեքների, որ կարող էին ներկայացվել միջազգային կառույցներում։ Ինչ են անում հակառակը, մի բան էլ միջազգային հայցերը հետ են կանչում։ Սա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է դրա մասին, որ ներկա Հայաստանի իշխանությունը հակահայ է։ Հակահայ դավաճանական թրքամետ ռուսամետ ոչ մի ազգային նկարագրություն, ոչ մի ազգային ոգի եւ պահանջատիրության ինչ որ շուլմ անգամ չկա այնտեղ։ Ես լավ տեղյակ եմ, քաշ տեղյակ եմ այն իրադարձությունների, որոնց հետևանքով եղավ այդ պարտությունը Արցախում։ Դա մեծ ցավալ համընդհանուր դավաճանություն էր, հենց հայկական կողմից, ուրեմն բանակից եւ իշխանավորներից, ուրեմն հայ զինվորներին դավաճանեցին եւ սպանել դրեցին։ Բոլորովին կամովի եւ գետակցաբար գործարքներ կային, նաեւ կաշառակերություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանավորների միջեւ։ Այսինքն պայմանավորված դավաճանության արդյունք էր, սա Ադրբեջանի եւ Հա, դա պայմանավորված պատերազմներ եւ պայմանավորված հանձնումը, դավաճանությունը։ Ամենաողբերգական բան այն է, որ հենց Երևանի մեջ, ուրեմն հենց Հայաստանի իշխանավորները եղել են դավաճաններ։
սկսած արդեն Լևոն Տեր-Պետրոսյանից, չէ՞։ Ես լավ եմ հիշում 80-ական թվականների այդ Ղարաբաղյան շարժումը, որը եղավ ուրեմն այդ մեծ կարգախոսի ներքո միացում, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց հետո այդ կարգախոսը մոռացվեց եւ սին կարգախոսը առաջ տարվեց ուրեմն անկախ Ղարաբաղը եւ ինքնաճանաչման ուրեմն հարցը որպես ինքնորոշման, այո։ Ինքնորոշումը եւ ոչ թե միացում Հայաստանին։ Դա արդեն դավաճանության սկիզբն էր եւ ամեն ինչ, որը տեղի ունեցավ հետո դա հետևանքը իսկ դա պատճառը ուրեմն եւ բուն պատճառը այն է որ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ հետագա իշխանավորները Քոչարյան, Սարգսյան, Սերժ Սարգսյան եւ իմիջիալոց Լևոն Տեր-Պետրոսյանի սան, հա, Նիկոլ Փաշինյան, նրա աշակերտն է, չէ՞։ Նրանք շարունակում են այդ քաղաքականությունը դավաճանական, որը թելադրված է Մոսկվայի KGB-ի կողմից։ Իսկ հայտնի է, որ Ղարաբաղյան շարժման ղեկավարներին, որ ուրեմն ձերբակալեցին այն 80-ական թվականների վերջը եւ Մոսկվա բերեցին նրանց դարձնել են գործակալ, KGB-ի գործակալ։ Պարոն Բլինկեն, ինչ է կարծում, այսպես օրինակ նույն այդ համաժողովների ընթացքում տեսեք ամեն դեպքում դա եկեղեցին ներկայացնում է ինչ է տեղի ունենում, մենք նշեցինք նաև որ նաև իշխանական մոտեցում է պետք, որ իշխանությունների կողմից հարցը բարձրացնել, ինչը չկա, գոյություն չունի եւ ակնկալիք էլ չկա որ կլինի, բայց նման համաժողովներով հնարավոր կլինի սանձել, դա ինչ որ ազդեցություն կունենա Ադրբեջանը օրինակ կսթափվի դրանցից թե ոչ, ըստ ձեզ պետք է արդյոք շարունակական լինեն նման քայլերը, նման անպայման միջազգային ճնշումը շատ կարևոր է եւ կարող են հանգեցնել նաեւ տնտեսական եւ քաղաքական ճնշմանը հայտնի է որ Ֆրանսիայի կամ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները այդքան լավ չեն մինչև որ Ալիևը հայհոյում է Մակրոնի վրա եւ այլն ուրեմն ինչքան գիտեմ Թրամփը նաեւ մոտ է քրիստոնեական արմատական շրջանակներին այստեղ մենք պիտի նաեւ մեր աշխատանքը տանենք լոբիստական դա շատ կարևոր է դա շատ կարևոր է եւ քաղաքական եւ հոգեբանական առումներով տնտեսական պետք է պատժամիջոցները կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ արևմուտքի կողմից բայց մենք չենք տեսնում չեն ուշանում այդ քայլերը պարոն Բլինկեն որովհետեւ 20 թվականից հետո տեսնում ենք Ադրբեջանը այդ իրեն ցուցաբերված այդ հաղթանակից հետո, որովհետև միայնակ չէր կարող, չէ, Ադրբեջանը հասնել այդ ճակերտավոր հաղթանակին, ունեցավ աջակից երկրներ, որին իր մասնակցությունը ունեցավ նաև մեր ճակերտավոր դաշնակից Ռուսաստանը։ Ռուսաստանը, իհարկե։ Բայց այս տարիների ընթացքում եթե պատժել ուզեին, չէին պատժի Ադրբեջանին։ Իմ կարծիքով այդ ազդեցությունները, հակազդեցությունները եւ պատժամիջոցները ուշանում են հենց այդ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ուրեմն իշխանավորները խոչընդոտում են այդ պատժամիջոցներին։ Նրանք ձգտում են խաղաղություն ուրեմն կայացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ նրանք շահագրգռված չեն Ադրբեջանի դեմ ինչ որ գործողությունների։ Դա է պատճառը ինչու մեր աշխատանքը մեր պայքարը այդքան դժվար է։
Եվ երբ որ Շվեյցարիայում տեղի էին ունենում այդ կարևոր համաժողովները մեր հոգևոր մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ մեր արցախցիների վերադարձի հարցով, այդ օրերին հենց զուգահեռաբար սկսվեց իշխանությունների կողմից թիրախավորումը, եկեղեցու թիրախավորումը։ Նիկոլ Փաշինյանը օրինակ կառավարության նիստի ժամանակ նման հայտարարություն արեց. ես ձեզ պաշտոնապես ասում եմ, մեր եկեղեցիները չուլանանոց են, այսինքն չուլանանոցի հետ մարդը մտնում է եկեղեցի աղոթելու համար, բայց նայում ես 4 կողմը աղբանոց, մեկի կոշիկները, մեկի մահճակալը, ոնց կարելի է խոսել սրբության մասին լինելով այդքան արտասուրբ, եւ նման այլ արտահայտություններ, վիրավորում եւ հայոյախառն այդ արտահայտություններ արեց, հավանաբար գիտեք արդեն սրբազանների հասցեին, հիմա էլ Գարեգին Բեին է ասում, ինչ որ հայտարարություններ անում, ասում է կուսակրոնության ուխտ են խախտել որոշ հոգևորականներ եւ պետք է կարգալույծ արվեն, պետք է խոստովանեն, ասեն ինչ են արել։ Ձեր կարծիքով ինչից է գալիս սա, ինչու է Նիկոլ Փաշինյանը եւ ոչ միայն ինքը, իր կինը, իր ապօրինի կինը Նիկոլ Փաշինյանի եւ իր ամբողջ թիմի ներկայացուցիչները թիրախավորել են մեր եկեղեցին, ազգային արժեքներից մեկը, որը գիտենք այսօր հայ ժողովուրդը ինչպիսի հավատ ունի եկեղեցու Աստծո նկատմամբ, սա ինչ նպատակով է արվում ըստ ձեզ։ Ըստ իս նպատակը նույնն է, ուրեմն զրկել հայ ժողովուրդը իրեն բավականին ազդեցիկ եւ համաշխարհային ձևաչափ ունեցող կառույցից, որովհետեւ հայ արգելական եկեղեցին հանդիսանում է միջազգային մի հզոր կառույցը, որը ընդհանուր առմամբ պիտի ասենք, որ հետապնդում է ազգային շահերը եւ ձգտում է պահպանել ազգային ոգին, ազգային արժեքներ եւ մեծ դաստիարակիչ դեր ունի նաեւ գալիք սերունդների համար։ Դա ուրեմն շատ կարեւոր ազգային կառույց է համաշխարհային ձևաչափով եւ այդ կառույցը հանդիսանում է վտանգը այդ համաչիկ իշխանավորների համար, որոնք հնազանդ ծառաներն են, չորթեր են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայիս։ Դա է պատճառը, բայց ես պիտի նաեւ ասեմ, որ ցավոք սրտի հայ արգելական եկեղեցին իմասնավորի չմիացնի ուրեմն կաթոլիկոսությանը այդ 30 տարի ի վեր վարեց ոչ ճիշտ եւ սկզբունքային քաղաքականություն, ուրեմն հանդուրժեցին այդ Սակավապետերի իշխանությունը, Հայաստանի թալանումը եւ իշխանավորների հանցագործությունները ձայն չեն հանեցին բողոքի, չէ՞, հնուգազանդ ծառայեցին եւ հանդուրժեցին դա ամենը եւ հիմա արթնանում են, երբ որ արդեն հայ եկեղեցու ունեցվածքը վտանգի մեջ է, այդ Արցախի եկեղեցիները եւ այդ գերազմանատները եւ խաչքարները եկեղեցիները վանքերը դա հայ արաքելական եկեղեցու ունեցվածքը չէ եւ ազդեցության գոտի, ուրեմն արդեն զրկվում են այդ ունեցվածքից եւ այդ ազդեցությունից եւ այդ պարագային ձեն հանեցին ի վերջո, բայց բավականին ուշ է, ես կարծում, եւ ես կուզեի մի այդ առումով մի կարևոր հանգամանքներ հիշեցնեմ արեգետություն ձեր եւ մեր ունկնդիրների։ Ուրեմն ես ցանում եմ Փարիզից մի արեմտահայ ֆրանսահայ թերթը նոր հարաճ արեմտահայերեն եւ մայիս 6 համարի մեջ կա մի հակիրճ հոդվածը
որը լուսաբանում է Ռուսիո կարծես թե պատրիարքի Կիրիլ առաջինի պարգևատրումը Ալիևի կնոջը։ Կնոջը, այո։ Դա տեղի ունեցավ շքերթից առաջ, հիշում եք, այո, մայիսի 9-ի շքերթից առաջ։ Այո, զարմանալի բան չի, որովհետև ինչպես դուք նշեցիք եւ մենք գիտենք Ռուսիան, Թուրքիա եւ Ադրբեջանի հետ միասին կատարեցին այդ ագրեսիան Արցախի դեմ եւ ստիպեցին հայ բնակչությունը փախչել Արցախից։ Ուրեմն եւ այդ Սին կաթոլիկոս, Սին պատրիարքը, ուրեմն դա պատրիարք չի, դա KGB-ի գործակալ է Կիրիլը։ Հավատքի մասին խոսք չկա այնտեղ, այդ քաղաքական կեղտոտ գործիչը KGB-ի գործակալ Կիրիլ պատրիարքը ամենայն Ռուսիո։ Ինքը նաև արտարացնում է բարբարոսական պատերազմը Ռուսաստանի, ուրեմն քրիստոնյա եղբայրների դեմ Ուկրաինայում, չէ՞։ Դա էլ շատ բանի մասին է խոսում։ Եվ այդ կապակցությամբ կուզեի հիշել նաև արձագանքը հենց նոր հարաճ թերթի մայիս 15 համարի մեջ գրվում է, որ կաթոլիկոսները անկարող դատապարտելու Կիրիլ պատրիարքը։ Ուրեմն եւ աչմիածնո կաթոլիկոսը Գարեգին եւ ցավոք սրտի Կիլիկիո մեծիտան Կիլիկիո կաթոլիկոս Գարեգինը դատապարտեցին այդ արարքը Կիրիլ պատրիարքին։ Ուրեմն չեն հանդգնում քննադատել եւ առավել եւս դատապարտել Ռուսիո իրենց մեծ եղբոր։ Ես, այո, իրենց թերություններն ունեն հոգևորականները մեր հայոց եկեղեցու ու ընդհանրապես մենք այդ մասին գիտենք, դուք էլ նշեցիք, որ 30 տարի շարունակ եղել են այդ խնդիրները։ Պարոն Պրինքեն, խնդիրը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը 7 տարի, ինչպես ինքն է ասում, մնացել է նույն դասարանում, երբ որ իրեն է պետք լինում, այդ ժամանակ նոր ինչ որ կոմպրոմատներ է փորձում հանել, օգտագործել, չէ, ասել, որ պիտի հեռանաք, որ հոգևոր խորհրդի ձևավորման հարցում պետք է նաև մասնակցություն ունենա ժողովուրդը, այսինքն ուզում է պետության վերահսկողության տակ լինի այսօր եկեղեցին, իր ձեռքի տակ լինի, դա չէ իր ձեռքի տակ, հիմա դա էլ է ուզում իրենով անել, այն դեպքում, երբ այս ծանր օրերին հայ ժողովրդի համար եկեղեցին միակ հույսն է, միակ հենարանն է, որովհետև 4 կողմից դավաճանված է այս ժողովուրդը։ Եվ ինչ է կարծում, արդյոք սա եւս կարող է լինել այս եկեղեցուն այսպես վարկաբեկելը, թիրախավորելը, կարող է լինել պատվեր թշնամիներից, օրինակ նույն Ադրբեջանից, որովհետև այս ամենը նաև տեղի է ունենում, օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նման հայտարարություն, Փաշազադեն նման հայտարարություն արեց, ձեր թույլտվությամբ ես ընթերցեմ, ուրեմն ասում է փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիածին պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին, եւ իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին։ Իրականությունը ասում է սա եւ այսպիսով հայ եկեղեցին ունի նենք մտադրություն այս կամ այն կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերի վրա։ Սա մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք հարևան են Հայաստանին։ Այսինքն համընկնում է էլի հայկական եկեղեցուն Փաշազադեն է քննադատում եւ մեկ էլ Նիկոլ Փաշինյանը ամբողջ իր իշխանական թիմով մեկ շաբաթից ավելի է հարձակվել են այդ Շվեյցարիայում տեղի ունեցած այդ կարևոր համաժողովի օրերից սկսած հայոց եկեղեցու վրա եւ թիրախավորում են եկեղեցուն։ Իհարկե, նրանք գործում են ձեռքի ված եւ Ադրբեջանի իշխանավորները եւ ներկա Հայաստանի իշխանությունը դա ակնհայտ է եւ
զարմանալի չէ, որովհետև կրկնեմ անգամ եւս, որ հայկական առաքելական եկեղեցին հանդիսանում է հզոր մի ազգային կառույց եւ ունի միջազգային համաշխարհային ձևաչափ։ Ուրեմն հանդիսանում է մեծ վտանգը եւ Ադրբեջանի համար եւ նրա եւ Ռուսիո եւ Թուրքիո համաչիկ Փաշինյանի կառավարության համար։ Իսկ Փաշինյանի անունը ես խաչիկով կձևավորեի վերաձևավորեի Փաշաօղլու ազգանունին, որովհետև դա նույն Փաշաևն է, Փաշաևը։ Ոչ մի հայկական ոգի չունի այդ մարդը, եթե թույլ կտակ ես անվանեմ նրան ըստ արժանվույն, նա բոլորովին ապազգային դավաճանական սրիկա է, վիժվածքը, ոչ ձեռնխաս, ապուշ եւ բոլորովին անքիրտ մարդ է, անքիրտ դա պատուհաս է հայ ժողովրդի համար եւ ես զարմանում եմ, ճիշտ ասած զարմանում եմ, շատ ուժեղ զարմանում եմ, ինչու հայ ժողովուրդը մինչև հիմա հանդուրժում է նրան այդ աթոռի վրա։ Դուք կարող եք ձեզ պատկերացնել, որ նույն դավաճանը եւ ապուշը եւ սրիկա այս մեծ դավաճանության հետո Արցախի խանձնման հետո իշխանության գլուխ կմնար եւ իր աթոռը կպահպաներ Ադրբեջանում լինի դա Ադրբեջանում կամ Թուրքիայում հաջորդ օրվա ընթացքում գլուխը կկտրեին, չէ՞, թուրքերը։ Իսկ հայ ժողովուրդը մինչև հիմա հանդուրժում է այդ ցերկային եւ դավաճանին։ Ես չեմ հասկանում հայ ժողովրդին, ճիշտ ասած։ Դե որովհետև հայ ժողովուրդը անցած տարի էլ ցույց տվեց, որ չի հանդուրժում եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ ըստ հարցումների օրեցօր նվազում է, 10%-ի էլ չի հասնում, շատ է նվազել։ Իրենք ուժային կառույցով են պաշտպանում իրենց իշխանությունը, պարոն Բլինքեն։ Իրենք պատրաստ են այրուն հեղել Երևանի կենտրոնում, միայն թե մնան իշխանության եւ իրենց սև գործը շարունակեն։ Եւ ամեն օր իրենք պատերազմ են վարում հայ ժողովրդի դեմ։ Հիմա էլ եկեղեցում վարկաբեկելով ժողովրդի աչքին, փորձում են ժողովրդի աչքից հոգևորականներին գցել, վարկաբեկել, ասելով, որ նրանք չեն պահպանել այդ ուխտը իրենց։ Սա կհաջողվի Նիկոլ Փաշինյանին։ Փաստորեն պառակտում է մտցնում եւ խորացնում է պառակտումը։ Իհարկե։ Ես պիտի ասեմ, պիտի որոշ համեմատություն անեմ Վրաստանի իրավիճակի հետ, որովհետև Վրաստանում էլ բավականին նույն վիճակ է, ուրեմն իշխանությունը գործում է ժողովրդի դեմ եւ հնուհազանդ ծառայում է Մոսկվայի շահերին, բայց վրաց ժողովուրդը ավելի ակտիվ, ավելի աշխույժ կերպով դիմադրում է եւ բողոքում է։ Ցույցերը եղան շատ մարդաշատ, չէ, 100 հազարավոր մարդիկ եղել են փողոց Թբիլիսիում եւ բողոքել են եւ չեն սարսափել, չեն ուրեմն չեն վարանել փողոցը իջել նաև մեծ ճնշման տակ եւ բան ծեցի ներկո եւ այլն։ Դուք ճիշտ եք եւ նաև պարոն Գասպարյանը ճիշտ է, երբ որ ասում են, որ մինչև Կրեմլի այդ համակարգը չփլուզվի, Հայաստանը եւ Վրաստանը ազատություն չեն ստանա։ Մեծ հաշվով գուցե այդպես է, բայց այնուամենայնիվ ես չեմ հասկանում ինչի, ասենք, ազգային ժողովրդավարական բևերի հավաքները
ցույցերը այդքան քիչ մարդկանց կարող են ներքաշել իրենց հունը իրենց Դրա պատասխանը գիտենք, պարոն Պրինքեն, որովհետև այսօր այնքան է վերահսկողությունը մեծացել։ Երևի մի հոգուն մի քանի ԱԱԾ-ական ու համակարգի ներկայացուցիչ հսկում է։ Այսօր լայքերը, կոմենտները, մեկնաբանությունների համար մարդկանց հարցաքննության են կանչում։ Եվ եղել է դեպք, որ մեր հանրահավաքին մասնակցել են, մեկ էլ զանգահարել են, խնդրել են, երբ որ լուսանկար է տեղադրվել, հեռացնենք այդ լուսանկարը, որովհետև սպառնացել են օրինակ աշխատանքից ազատել։ Դուք չեք պատկերացնի ինչքան են այդ ճնշումները ահավոր սաստկացել։ Իմիջիայլոց ես արդեն մի քանի անգամ մտածեցի այս վերջին տարիներին եւ ամիսներին նորից այցելել Հայաստանը, բայց ճիշտ ասած որոշ կասկած ունեմ, որ գուցե ինձ չհաջողվի հատել Հայաստանի սահմանը, օդանավակայանը, որովհետեւ դեպքեր կային, որ սպիրկահայ գործիչները, ընդդիմադիր գործիչները իդ ուրեմն մղվեցին սահմանից, ուրեմն հենց օդանավակայանից։ Ես հիշում եմ Շանթ Ոսկերչյանի դեպքը, նաև եղել են ուրիշ դեպքերը, չէ, գուցե ես կարժանանայի էլի այդ բախտին, չէ, ինչ է կարծում։ Գուցե արժի փորձել, ուրախ կլինենք ձեզ տեսնել Հայաստանում, պարոն Պրինքեն։ Ես ուզում եմ նաև ձեզ հարցնել, օրինակ կա նման տեսակետ, որ գուցե խելագար է Նիկոլի համար, էլի, գժվել է, որ նման բան է անում, հոգեկան շեղվածություն ունի, հոգեկան խնդիրներ ունի, բայց արդյոք դա է պատճառը, թե ուղղակի մարդը պատվեր է կատարում, ռուս, թուրքական պատվեր է կատարում։ Իհարկե, անկասկած, անշուշտ պատվեր է կատարում, պատվեր է կատարել է նրա ուսուցիչ, նրա գուրու, ուրեմն դեր Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ հետագա ուրեմն վարչապետները եւ նախագահները Ռոբիկ Քոչարյանը եւ Սերժիկ Սարգսյանը նույնպես նրանք կատարել են Մոսկվայի հրահանգները եւ պատվերները եւ դա է պատճառը, որ այդ 30 տարվա ընթացքում Հայաստան չկարողացավ ստեղծել ինքնուրույն ինքնիշխան անկախ պետությունը եւ չեն կարողացել ուրեմն հաղթական արդյունքը առաջին հարաբերական պատերազմի վերացնել քաղաքական հաղթանակին եւ միացնել ի վերջո Արցախը Հայաստանին, դա էր քարտախոսը Ղարաբաղյան շարժման, չէ՞, միացում, որտեղ մնացել է դա 30 տարի անցել է եւ եղավ դրությունը գնալով ավելի վատ եւ փոխանակ ստեղծել ուժեղ բանակ եւ պետություն եւ տնտեսություն ամեն ինչ թալվեց եւ վաճառվեց նաեւ ռուսներին տնտեսությունը ասենք կամ ճանապարհները եւ այլն ուժանյութային համակարգը իսկ ժողովուրդը քվեարկեց ոտքերով ինչպես ասում են մեր մոտ արևմուտքում ուրեմն 1 միլիոն մարդ լքել է Հայաստանը, չէ՞, 30 տարվա ընթացքում։ Այո։ Եվ հիմա ըստ ձեզ կհաջողվի Նիկոլ Փաշինյանին այս հարցակումը, որ թիրախավորումը, որ սկսել է եկեղեցու, որովհետև մեր պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ չէ տվել, որ նաև կայսրություններին չի հաջողվել ճնշել կամ չգիտեմ հայոց եկեղեցու նկատմամբ ինչ որ քայլեր անել։ Հիմա սա այս բռնապետը, որ կարծեք թե սեփականացրել է եւ մեր երկրի նկատմամբ վարվում է ոնց ուզում է, այդպես է ցույց տալիս։ Կհաջողվի իրեն այս առումով ինչ որ բան անել, թե ոչ, թե ժողովուրդը սա կլինի այն կարմիր գիծը, որ ժողովուրդը դուրս կգա փողոց եւ կասի վերջ, սա արդեն վերջն է։
Ես հուսով եմ, որ եւ համոզված եմ, որ չհաջողվի, որովհետեւ չի կարող մի ողորմելի Արարած Նիկոլ Փաշինյանի անունով ուրեմն տապալել այդպիսի հոգևոր կարողություն ինչպեսի հայ արելակերական եկեղեցին դա ուրեմն տարբեր բաներն են ուրեմն Թանապես ոգին է կարևոր եւ ոգին է կառավարում ամեն ինչ նաեւ նյութական աշխարհը մեր մարմինը առանց ոգու ուրեմն գոյություն չունի, չէ, ոգին է կարևոր եւ հոգեվոր կարողացի դեմ պայքարը դատապարտված է պարտությանը, դա իմ համոզմունքը։ Եվ նաեւ ես հավատում եմ դրանը, որ հայ ժողովուրդը դա թույլ չտա եւ մյուս կողմից, որ հայ առաքելական եկեղեցին, մասնավորապես Հայաստանում Էջմիածնի ուրեմն կաթոլիկոսությունը այդ պայքարի միջով կմաքրվի իր մեղքերից, ուրեմն որոնք գործած է 30 տարիներին ընթացքում եւ իմաստավորի այդ կացությունը եւ կհասկանա, որ պիտի անպայման ամեն գնով ազգային շահերը հետապնդի եւ պաշտպանի հայ ժողովրդի իրավունքները եւ ժառանգությունը եւ հոգեկան եւ մտավոր եւ հոգեվոր կյանքը Այսինքն ի հակադրումն այս թշնամական ռեժիմի Նիկոլ Փաշինյանի եկեղեցին պետք է գործի, ավելի ծրագրված գործի, սերտացնի իր կապը հավատավոր ժողովրդի հետ եւ միևնույն ժամանակ էլ դրսում աշխարհի տարբեր երկրներում միջազգային ասպարեզում ամեն ինչ անի մեր հոգեվոր մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում։ Սա մանավանդ որ մենք կանգնած ենք պետականության կորստի առաջ ժողովրդին պետք է առաջնորդողի դերում լինի, չէ, եկեղեցին։ Ավելի պետք է գիտակցի, որ ինքը մեծ կարևորություն ունի եւ այդ կարևորությունը ստանձնի։ Այո, անպայման։ Եվ ես այստեղ բավականին լավատես եմ, որովհետեւ ինչպես հայտնի հայ առաքելական եկեղեցի ունի երկու թև եւ կան նաեւ արևմտյան թևը եւ Չմիածնո ուրեմն պատկանելության եւ Կիլիկիո մեծտան պատկանելությանը եւ ես հուսով եմ եւ հույս եմ դնում դրանը որ Էջմիածնի կաթոլիկոսը Գարիգին բեն Արամի հետ միասին հավաքործակցի հանուն ընդհանուր գործի եւ Արամ կաթոլիկոսը նաեւ իհարկե ավելի ազատ է իր գործունեության մեջ եւ կարող է շատ արժեքավոր ծառայությունները մատուցել ընդհանուր առաքելական եկեղեցում, չէ՞։ Ուրեմն ես այստեղ լավատես եմ եւ տեսնում եմ հայ եկեղեցու դերի նշանակությունը եւ հակազդեցությունը եւ բողոքը այդ ապազգային իշխանության դեմ որպես մեծագույն հրամայականը մեր ժամանակի, չէ։ Պարոն Պրինքեն, շնորհակալ եմ ձեզ այս կարևոր զրույցի համար, հուսամ մենք շուտով կհանդիպենք Հայաստանում։ Ես շատ կցանկանայի նորից այցելել Հայաստան, այդ հրաշալի երկիրը, որը այդքան դաժան եւ օրհասական ժամանակներ է ապրում առայժմ, բայց ինչպես ասում են շատ իմաստուն չինացիք, ճգնաժամը դա նաեւ մեծ հնարավորությունների ժամանակն է եւ պետք է այդ ճգնաժամից պատվով դուրս եկել եւ դասեր կախել եւ լավագույն ապագան կերտել։
Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ու մեր հեռուստադիտողին տեղեկացնել, որ պարոն Բլինքենը մեր շատ լավ բարեկամն է եւ կարծեմ 2011 թե 12 թվականին էր, չէ, պարոն Բլինքեն, մենք միասին Սարդարապատ շարժման հետ 10-օրյա ճամբար բանակումի ենք մասնակցել Արցախի ազատագրված տարածքներում ու շատ լավ հիշարժան օրեր ենք ունեցել ազգային գործիչների առաջնորդությամբ։ Այո, դա անմոռանալի երդարացությունները եւ տպավորությունները եղել են ինձ համար, ես ունեմ երկու մեծ ալբոմները, ուրեմն լուսանկարների եւ վշտով եւ տխիցով հիշում է այդ ժամանակների այդ հրաշալի բնապատկերները, որոնք հիմա զավթացան թշնամու կողմից, բայց ես հուսով եմ եւ հավատում եմ, որ այդ հրաշալի երկիրը, Արցախ երկիրը կվերադառնա մայր Հայաստանի ծոցը, ինչպես նաև Նախճեվանը եւ Արևմտյան Հայաստանը։ Մենք եւս վստահ ենք։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ հեռավար տեսակապի միջոցով զրուցում էի շվեյցարացի կոմպոզիտոր, հայագետ Ալեքսանդր Բլինքենի հետ։ Չմոռանալ լայքել, գրել մեկնաբանություններ եւ անպայման տարածել այս եթերը։ Այսքանը հաջողություն։